Պարոն Հակոբյան, վարչապետի հրաժարականը այս երկու օրերին քննարկման գլխավոր թեմաներից է, տարբեր պատճառներ են շրջանառվում։ Դուք ինչ պատճառ եք տեսնում եւ արդյոք միայն վարչապետի փոփոխությունը դրական փոփոխություններ կարող է առաջացնել երկրում։ Նախ պատճառ կարելի է նշել անսահման։ Վարչապետին կարելի է աշխատանքից հեռացնել դեռ տարուկես առաջ, երբ որ առաջին անգամ Սերժ Սարգսյանը լավեց կառավարության նիչ, դա 12 թվականի սեպտեմբերի 15-ն էր, երբ որ կոռուպցիոն սկանդալներ, այդ ատկատների մասին խոսվեց, հենց այդ ժամանակ կարելի էր գումարած այդ օրվանից այս կողմ բազմաթիվ առիթներ են եղել վարչապետին ուղղակի աշխատանքից հեռացնելու, այնպես որ պատճառները բազմազան կարող են լինել, ես դա չեմ ուզում անդրադառնալ։ Ինչ վերաբերվում է նոր վարչապետից ինչ որ ակնկալիքներ ունենալ, եթե նոր վարչապետին պետք է նշանակեն նույն կառավարողները, այլ ոչ մի ակնկալիքներ բնականաբար չեն կարող լինել, որովհետև համակարգը ունի սահմանված խաղի կանոնները, համակարգը ունի իր մշակած ծրագիրը եւ չենք նշանակի հաստատ այնպեսի մարդու, որը խանգարել է այդ ծրագրերի իրագործմանը, այնպես որ նոր վարչապետից էլ ոչ մի ակնկալիք չկա։ Ընդհանրապես այս կառավարման համակարգից ակնկալիք չկա, դա լինի վարչապետի մակարդակով, թե լինի նախարարների մակարդակով, այնպես ես ոչինչ չեմ սպասում։ Քարյակն օրինակ այս հրաժարականը իրենով է պայմանավորում եւ նշում թե իրենց հաղթանակն է, ինչքանով եք հավանական համարում, որ այդ 28, 29, 30 շուրջօրյա հանրահավաքներ եւ այլն ստիպեին նման քայլի գնալ։ Եթե մեկը ուրախանում է այս հրաժարականից, դա իր խնդիրն է, ես կարծում եմ, ընդհանրապես ուրախանալու առիթ չկա, էլ չեմ խոսում դրան որպես ձեռքբերում նայելը, նշանակում այնքան փոքր է ձեռքբերումների, ասենք չափանիշը, մարդիկ դա իրենց համար ձեռքբերում են, դա ընդհանրապես քաղաքական սնանկություն եմ համարում, որտեղ մեկ մարդու փոփոխությունը, մենք ստե գործ ունենք մի ադատավոր համակարգի հետ, որը ոտքից գլուխ պետք է փոխվի, ոտքից գլուխ, որովհետև չի կարող մեկ մարդու փոփոխությունը այս համակարգի մեջ ինչ-որ դեր խաղալ։ Չեմ կարծում երբևէ լինի վարչապետ այս համակարգի կողմից նշանակած, որ օրինակի համար եմ ասում, հա, ասենք հանքերի շահագործումը, ջրօգտագործումը, ասենք այս հեկերի կառուցումը, ասենք դադարեցնի։ Ես չեմ ասում վերականգնի նախկին տեսքով։ Չեմ կարծում լինի մեկը, որ ասենք տնտեսական հանցագործությունները, որ այսօր հիմնականում տնտեսական հանցագործությունը մեծ հաշվով մեր պետությունն իրենց ներկայացնում, տնտեսական մենաշնորհները, ներմուծման մենաշնորհները եւ ընդհանրապես արտադրության բացակայությունը, այս խոշոր արտագաղթը, դրանք ունեն իրենց պատճառները եւ այդ պատճառները շատ կոնկրետ անձնավորված են։ Չեմ կարծում լինի մեկը, որ կարողանա, ասենք, չգիտեմ, այդ պատճառներից, այդ անձերի վրա սկսած ԱԺ-նախագահից մինչև դեպուտատները կարկառուն դեմքերը ասեն դու ջրօգտագործման մեջ զուսպ եղիր, հա, մինչև օրինակ 3-4 տարի առաջ մենք ունենք ձկնարտադրություն եւ բավականին լավ մակարդակի վրա եւ չունենք Արարատյան դաշտում ջրի խնդիր, հա, սպառման խնդիր, ոլորակման խնդիր, բայց երեք էր որ ԱԺ-նախագահ Ծառուկյանի հետ, Ալեքսանյան Սամվելի հետ նեին վերածային ամբողջ Արարատյան դաշտը ձկնաբուծարան եւ մենք այսօր ունենք խնդիր եւ այդ խնդիրը փորձում ենք կոմպենսավորել ջրի խնդիրը Սևանից ջուր բաց թողելով։ Հասկանում եք, չի կարող լինել համակարգի ներսում մեկը, որ կարող է այդ մարդկանց ձեռքը բռնի։ Կամ ասենք Աղան Վարդանյան ներողություն, Աղվան Հովսեփյանին ասի, նախկին դախտախազին, որ էլ հեկ մի կառուցիր։ Ասենք այսօր ասենք ջերմուկում են հեկ կառուցում, ամբողջ այդ Վայոց ձորը, Բյուրականի տարածքը, խայտարակություն, ամբողջ գետերի հուները չորացած են, մեր բնությունը շատ աղետալի վիճակում է, հələ բնությունն եմ խոսում, չեմ խոսում տնտեսության մասին, կամ մեկը վերցնի օրինակ դեղի արտադրության կամ ալկոհոլային խմիչքների արտադրության կամ ասենք ներմուծման նույն ինչ սահմանափակումներ դներ տնտեսական հանցագործների վրա։ Այդպես որ մենք ստե գործ ունենք հանցագործ համակարգի հետ, որոնք շատ անձնավորված են կոնկրետ եւ ինչ որ չէ պատկերացնում մի անձ որ կարող է ասի բավական եղավ, եթե իհարկե չեղավ վերևից հրամանից, վերևից հրաման չի կարող լինի այն պարզ պատճառով, որովհետև այդ հանցագործ համակարգը սնում է ամբողջ համակարգը ֆինանսապես։ Երկու հարցանի խնդիր է եւ այստեղ ուրախանալ վարչապետի եւ դա համարել ձեռքբերում, եթե իրենց համար դա ձեռքբերում է, ցավում եմ իրենց համար։ Գուցե ինչ-որ կերպ այ ընդդիմությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր համակարգային փոփոխություններ են ուզում, սկիզբ լինի սա եւ ինչ-որ կերպ հաջորդիվ քայլերի միջոցով հնարավոր լինի հասնել համակարգային փոփոխությունների։ Եթե դու գիտեք ընդդիմություն կառուցվածքային առումով, հա, որոնք համակարգային փոփոխություն են ուզում, իրոք, գուցե իրենց ակտիվանալը կամ իրենց նախաձեռնությունները բերեն փոփոխությունների։
Եվ կարծում եմ հենց դա կբերի միայն փոփոխություններ։ Այնպես որ անձի վրա շեշտադրված փոփոխությունների պատճառով պահանջող կամ նույնիսկ ընդդիմություն բառը աղավաղով ոչ իշխանական կոչելով այսպիսի կոսմետիկ փոփոխություններ, դա ուղղակի բնակչությանը զբաղացնելու, մեդիա ոլորտը զբաղացնելու եւ գոլոշին բաց թողելու խնդիրներ են հետապնդում։ Սա իմ կարծիքն է։ Մենք տնտեսապես եւ սոցիալապես ծանր վիճակ արդեն քանի տարի շարունակ ունենք։ Ինչ է կարծում, պարզապես այս ինձ հետաքրքիր է ժամանակաշրջանը, ինչու հիմա ընտրվեց ձեր կարծիքով փոխել վարչապետին, արտաքին քաղաքական ինչ-որ ազդեցություն տեսնում եք, թե ոչ։ Մենք այսպես անցած տարի լավ չենք ապրում, նախանցած տարի էլ ինչու հիմա։ Գիտեք, ես ասեմ ավելի, մենք ավելի վատ ենք ապրելու։ Այն տնտեսական ճգնաժամը, որ սպասում է Ռուսաստանին, դա անմիջապես աշնաններն նաև մեր վրա եւ գումարած մեր վրա շատ խիստ արդեն ազդում է մեր իսկ արտագաղթը, մեր տնտեսական իրավիճակի վրա։ Արտադրողականությունը, նույնիսկ սնունդի արտադրողականությունն է պակասել, կրճատվում են աշխատատեղերը եւ այս տնտեսական կոլապս է սպասում, այնպես որ ով կհամարձակվի ստանձնել նոր վարչապետի պոստը, ես իրան ուղղակի կցավակցեմ, որովհետեւ նա իր վրա վերցնում է ամբողջ սպասվող տնտեսական կոլապսի, ոչ թե արդեն ճգնաժամի, կոլապսի պատասխանատվություն, էլ չեմ ասում դա կառավարելու խնդիրները։ Այնպես որ թե ինչի հիմա որոշվեց, ես դա չեմ պայմանավորվում ոչ հայաստանյան ներքին քաղաքական վիճակով, ոչ էլ տնտեսական։ Սա կարող եմ ես պատկերացնել միայն հայ-ռուսական կամ հայ-եվրոպական հարաբերությունների կոնտեքստի ինչ որ ճշգրտման շրջանակներում։ Իսկ նախախորհրդարանի անելիքը ինձ հետաքրքիր է, քարյակի որոշ կուսակցություններ ասում են, որ պետք է նախագահի հրաժարական պահանջեն եւ այլն, նույն ժառանգությունը եւ հայազգային կոնգրեսը չեն բավարարվում վարչապետի հրաժարականով, մինչեւ նախագահի հրաժարական են գնում։ Ինչ որ կերպ համագործակցություն պատկերացնում եք այդ ուժերի հետ, թե մտածում եք առանձին պայքար մղել։ Նախ սկսեմ եւի քարյակից, քանի որ դուք ասում եք քարյակ, հետո ասում եք քարյակի առանձին ուժեր են պահանջում դա, քանի պահանջը որոշակիորեն չի իրենց կողմից, ես դա չի ուզենա մեկնաբանել։ Անշուշտ, եթե կա ըմբռնում, որ դա վարչապետի մակարդակի լուծող հարց է, նախագահի մակարդակի լուծող հարց է, դա ողջունել է, բայց դա դեռ քարյակի արտահայտություն չի եւ այդքանով ես եզրափակվեմ քարյակի մասին խոսալով։ Իսկ նախախորհրդարանի գործունեությունը ոնց կար, այնպես էլ մնում է։ Դա ստեղծել այլընտրանքային կառավարման մալմինեն խորհրդարան կառավարություն լեգիտիմացնելով բերել ժողովրդի իշխանության հաստատմանը։ Սա ոնց կա նախախորհրդարանը առանց ավելորդ ցայտնոթի եւ պոպուլիզմի իր ճանապարհային քարտեզով հանգիստ շարունակում։ Մենք այսօր մի հանգրվանում ենք, որ շուտով կհայտարարվի արդեն ընտրական հանձնաժողովի կազմի մասին եւ ընտրական հանձնաժողովը սկսի մի process, որը կոչվում է այլընտրանքային ընտրություններ։ Մենք ունենք արդեն ինքնառաջադրված քաղաքացիներ եւ սպասում ենք մնացած քաղաքացիներ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն վերցնելու եւ լինեն ապագա այլընտրանքային խորհրդարանի կազմում, ինչու՞ նաեւ կառավարության կազմում եւ մենք իրար հետ բոլորս անկախ նույնիսկ քաղաքական ինչ process-ներ կլինեն, մենք պետք է հասկանանք մի բան, որ կան խաղացող կուսակցություններ որոշակի դաշտում եւ կա ժողովուրդ, որոնք տարբեր հարթությունների վրա են։ Ժողովուրդը պետք է վերցնի իր վրա պատասխանատվություն երկրի կառավարման հարցում։ Դա չի նշանակում, որ քաղաքական կուսակցություններում մտահոգ մարդիկ անելիք չունեն։ Նրանք էլ անելիք ունեն, քանի որ սա բոլորիս խնդիրն է։ Եթե կլինեն կուսակցություն, որ կլինեն կուսակցություններ, որոնք կգան այս եզրակացությունը, որ պետք է գործել այլընտրանքային դաշտում, ոչ թե համակարգի ներսում կոսմետիկ փոփոխություններ կամ ինչպես իրենք են ասում հանգրվանային փոփոխություններ, չի կարող լինել այս կառավարման համակարգում հանգրվանային փոփոխություններ, որովհետև համակարգի ինքն ամբողջությամբ է ախտահարված, ինքը ախտոտված է, չի կարող լինել, ես չեմ պատկերացնում գոնե։ Այնպես որ թե կլինեն համագործակցություն միշտ էլ կարող է լինել։ Մինչև 17-18 թվականը ինչ եք կարծում, այդ համակարգը փլուզել կհաջողվի։ Դուք շատ լավ տեսեք 17-18 թվական Հայաստանը ընդհանրապես կարող է առանձին պետություն որպես գոյություն չունենալ եւ մենք այդքան ժամանակ էլ չունենք, այստեղ ամիսների մասին է խոսքը գնում։ Մենք ունենք ահագնացող չափերի արտագաղթ, սպասվող տնտեսական կոլապս եւ դրանից հետո Հայաստանի կարգավիճակը որպես պետական սուբյեկտ ինչ կլինի, ինչ կհաջորդի, սա վտանգի չի կարելի, այսինքն չի կարելի սпасել այդ օրվան։ Պետք է ժամ առաջ կազմակերպել եւ ստեղծել պետական ներողություն ժողովրդական այն կառույցը, որը կվերցնի իր վրա պետության
պետություն ներկայացնելու իրավունքը։ Իսկ դա կարող է լինի միայն ժողովրդի քվեն ստանալուց հետո, բայց ժողովրդի քվեն ստանալ ոչ թե գործող համակարգի մեջ, այլ ստեղծվող, նոր ստեղծվող նախախորհրդանի կողմից կազմակերպված նախաձեռնված, որը շարժիչ ուժն է ընդամենը, բայց պետք է անի ժողովուրդը դա։ Եթե դա կարողանանք անել, մենք խուսափենք պետականության կորստից եւ տնտեսական կոլապսից։ Եթե ոչ, ապա շատ տխուր կանխատեսումներ ունեմ, ես արդեն ասացի։ Այսինքն համակարծիք եք, որ Մաքսային միության անդամագրվելը այլ անշրջելի չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո շատերը նշում են, թե անշրջելի ոչինչ չկա եւ հնարավոր կլինի ընդվզման շնորհիվ կանխել Մաքսային միության անդամագրվելը, ինչը մեր պետականության ինքնիշխանության կորստին կհանգեցնի։ Գիտեք, չի կարող լինել անշրջելի մի բան, որը գոյություն չունի։ Դա Մաքսային միություն գոյություն չունի, ո՞ս կարելի է միանալը լինի անշրջելի։ Ես դա չեմ համարվել լուծելու խնդիր, դա համաձայն չեմ կարծիքի հետ։ Եվ Հայաստանի փրկությունը միայն հայ ժողովրդի կամքի արտահայտման մեջ է, սեփական յուրային կառավարություն ստեղծելու մեջ, որը ինքը կորոշի ինչ կարգի միությունների ինքը կարող է միանալ կամ գուցե ընդհանրապես կարիք չկա որևէ բանի միանալու, որովհետև տարածաշրջանային այս խոշոր իրադարձությունը, որ մենք վեր ենք լուծում, Հայաստանը չի կարող լինել մի միության անդամ, որը նախ գոյություն չունի, երկրորդն արդեն տեսանելի ապագայում այդ միություն բազմաթիվ ճգնաժամերի առաջ է կանգնած։ Խարսխվել մի նավին, որը խորտակվում է, կամ կծվել մի նավին, որը խորտակվում է, սա քաղաքական ոչ թե հեռատեսության բացակայություն կասեմ, սա ավելի վատ բան կա, ես երևի չասեմ։